Շանթ հեռուստաընկերություն ներկայացնում են Շանթ հեռուստաընկերության եթերում Ավանգարդ ֆոլք կենտրոնի 32 ակումբից ես ձեզ ասում եմ։ Ամանորյա տոների կապակցությամբ Ջենիֆեր Լոպեսն ստանը կազմակերպվել էր ուրախ ամանորյա դմակահանդես։ Բարի երեկո, բարի գալուստ 32 ատամակ։ Շատ ծանոթ դեմքեր։ Երևի ուզում եմ ներկա բացականանեմ, մի քիչ ռիսկս չի հերիքում, մի քիչ էլ Վահագի հացին վայես կլնեմ այս դեպքում։ Հիշեցնեմ, որ Շանթ հեռուստաընկերությունը հեռարձակվում է ամբողջ Եվրոպայով, նաև Ռուսաստանով եւ Միջին Արևելքով, Մերձավոր Արևելքով, իսկ թե այսօր հատուկ ինչի պետք է նայեք, դուք ընթացքում կհասկանաք, ես փախնեմ քանի շուտ է ու բեմ հրավիրեմ իմ լավ դուխով ընկերոջը։ Վահագն Գրիգորյան ներկա բացական։ Getting jiggy with it. Getting jiggy with it. Getting jiggy with it. What? You wanna fall with your kid? Watch your step, you might fall trying to do what I did. Mama, come close side. Բարի երեկո, սիրելի հանդիսատես, բարի երեկո, սիրելի հեռուստադիտող։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք, շնորհակալություն, շատ լավ զգացում եմ, որ նոր տարին ավարտվել է, բոլորս կերած խմած, հենց լավ եկել ենք, դրանք 32 միջով այսօր խնդսնելու մեզ։ Իհարկե, ներկա բացակա առաջին շարք միանգամից տեսնենք ովքեր են այսօրվա համարձակները։ Ահա, այսօր պատմական օր է գրանցվում, մենք որ ասում են հենց նեղն ենք ընկնում, անցնում ենք մերոնց, բայց նա այդպես որոշեց։ Մեր Զառան, ձեր ծափարությունները առաջին շարքում այսօր Այսօր նստած է Զառան, սենց է այլի բանը, ընկանք գործով մի քիչ աչքաթող արեցինք այս աղջկան, հելավ մտավ շոու բիզնես։ Նոր տեսահոլովակ, հա, Զառան, նոր տեսահոլովակ և տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Հակոբյան։ Ծափարություններ։ Խոսափողը, խնդրում եմ, Արտյոմ, հեշտ էր արդյոք աշխատել Զառայի հետ։ Միացրեք։ Կամ միացրածից օգտվեք։ Մեկ։ Երկուս։ Աստված ձեր մեկը երկուս դառնա։ Խնդրում եմ կրկնել հարցը։ Արտյոմ, արդյոք հեշտ էր Զառայի հետ աշխատելը։ Այո, գիտեք, շատ։ Ինչպիսի զվարճալի դեպքեր տեղի ունեցան նկարահանման հրապարակում։ Դուք նկատի ունեիք զավեշտալի երևի։ Ես ինչ ունեմ, դա էլ նկատի է։ Հիմա պատմեմ, թե ոնց։ Ոնց սկսվեց, ոնց համոզեցին։ Ով առաջինը ասեց, որ պետք է դու անես անպայման Արտյոմ։ Առաջարկել ենք, թե Արմուշը ասեց, զանգեց, խոսեցինք, պայմանավորվեցինք, մենք չի որ ես երկար էի մտածում, ես շատ մեծ Կլիպից զգացում եմ, որ դու ոչինչ չեք մտածում։ Լավ է, հիմա գիտես ոնց, հիմա մոդա է չմտածելը։ Այո, չմտածել, թեթև, հեշտամարս տեսահոլովակներ։ Լավ է, միշտ ինչ-որ նայվում է։ Նայվում է, կարևորը գունավոր է, ռիթմիկ։ Իհարկե, Զառան էլ երևում է։ Այդքան փոխի էինք տվել, որ Զառան երևար, չէ։ Դրա համար։ Հա, բավական։ Ես հասկացա հիմա։ Ես գիտեմ, Արմուշն ասեց մի քիչ էլ ավերացեք, թող Վաչոն երևա մեջ, չէ՞։ Բայց սկիզբ արեցիր, ասեցի չէ, այդքանով ես Զառային կնկարեմ։ Վաչոյի փողը քիչ էր, դրա համար Վաչոն քիչ է երևում։ Զառայի համար ավելի շատ էին տվել։ Հա, Զառա, արդյոք հեշտ էր Արտյոմ Հակոբյանի հետ աշխատելը։ Շատ շնորհակալ եմ Արտյոմ ջան։ Շատ հեշտ էր, ասեմ, որ մեկ օրում ենք նկարել, շատ արագ։ Դա էլ է զգացվում։ Ամեն լրիվ զգացվում է։ Զգացվում է, որ դու էլ չես կինդեղ։ Վահագ, ես ինձ տան եմ զգում, կարելի է մի քանի շնորհակալություն։ Հանգիստ թփուրով կարած խոսող մեռնեմ թփուր։ Ալփոն։ Փորն։ Շնորհակալ եմ երգի հեղինակից Վարդան Վարդանյանից, խոսքերի հեղինակից Մարիամ Շահինյանից, իհարկե Արտյոմ Հակոբյանից եւ մեզանից 32-ից գլխավորապես Արմուշից։ Սիրում եմ ձեզ։
Շնորհակալություն։ Կամաց Ռուբիկոններ էլի։ Շնորհակալություն Ռուբիկոնի այսօրվա եթերն ավարտվեց։ Զառա եւ Արտյոմ Հակոբյան աշխատանքը տեսել եք, շնորհակալություն։ Ծափարություններն ավելի ջերմ։ Մենք շարժվենք դեպի ձախ։ Դե արդեն ամենասկզբից ասել ենք, արդեն երկար ժամանակ է գործում է, մեզ ուղարկում են շատ հետաքրքիր նամակներ։ Մենք այս մի նամակը որոշեցինք չկարդալ, քանի որ նրա հեղինակը շատ հետաքրքիր մարդ էր։ Ես հիմա չընթերցեմ նամակը, այլ միանգամից ներկայացնեմ պարոն Մանուկյանին։ Պարոն Մանուկյանը մեզ մոտ ուրեմն աչքի միկրովիրաբուժության կլինիկայի տնօրենն է։ Տվեք խոսափողը պարոն Մանուկյանին։ Պարոն Մանուկյան։ Այո։ Նամակից ամեն ինչից տեղյակ լինելով մենք զգացինք, որ դուք ոչ միայն վիրաբույժ եք, այլ նաև շատ հետաքրքիր մարդ։ Ինձ ասեցին, որ դուք նույնիսկ շրթ հորմոն եք տվալում։ Այո, շրթ հորմոն, ճիշտ ասացի։ Այո։ Հա? Շրթ հորմոն։ Հորմոն, հորմոն, ուրիշ։ Շրթունքները չի հարգը, բայց չգիտեմ այդ անունը ոնց են անում։ Ռուսները լավ, գարմոշկա։ Գուբնայա գարմոշկա։ Գուբնայա գարմոշկա, Մոնտ հորմոն։ Շատ հորմոն։ Մոնտ հորմոն, հա։ Այդ ժամանակ եք ունենում, կլինիկայում ոնց է, ապարատ եք, որ դες բաներով։ Ամեն ինչով։ Փիլիսոփայությամբ եմ զբաղվում, գրքեր եմ գրում, աֆորիզմներ ունեմ, գիտություն, ամեն ինչ։ Եթե ցանկությունն ես ամեն ինչ, բայց մտածում եմ, անգամ քիչ են ինձ ճանաչում, ավելի լավ է երկու հատ կլիպ հանես, այս զայրվանվես, բոլորն է գնային։ Ես չեմ ճանաչում։ Պարոն Մանուկյան ջան, ռեժիսորը ձեր կողքն է, օգտվեք ծառայություններից, օրինակ հետաքրքիր առաջարկ կլինի, ասենք միկրովիրաբուժության մասին կլիպ, պատկերացրեք այդ ամեն ինչը։ Կանայք չեն եղել, որ եկել են ասեն բժիշկ օգնեք մարդուս աչքը դուսնա։ Հա, եղել են, օրինակ շլդիկությամբ ես մի տղայի ուղղեցի աչքերը եւ բաժանվեց կնոջից։ Եվ հայ Ես շլդիկել կմնամ, լավ ասեմ։ Իսկ ասամ եղել այն է, բայց կինը եկավ ինձ ծեծեց, երեկինը։ Ծեծեց։ Այո, կաբինետի մեջ թե հետո ձեզ տանաչքի բժիշկի մոտ ծեծեիրա գնում է։ Շատ լավ է, եղել է, որ ասենք բժիշկ ինչ անեմ, տեսողությունս լավ չի, ուղարկել եք Ռուսաստան, աչքերը բացվի մի քիչ։ Հա։ Դիք ազգային ժողովրդական բուժման միջոցներ կազմում եք, չէ՞, աչքի հետ կապված, բայց դա ամենակարևոր օրգանն է։ Ասում են ամենաթանկ բանը աչքի լույսն է, բայց այսօր աչքի ամենաբուժումը ամենաէժանն է աչքի լույսը։ Աչքից ամեն ինչ լավ է լինելու, պարոն Մանուկյան, լավ է լինելու։ Շատ լավ է լինելու։ Չոզողի աչքները թոթուզ գա գացեր մոտ որեն փող աշխատեք։ Ինչ ա եղել։ Շնորհակալություն պարոն Մանուկյանի, շնորհակալություն։ Մենք այսօր կվայելենք շրթ հորմոն։ Այո, անպայման, անպայման։ Հիմա թե հետո։ Ուզում եք սկսենք հիմա։ Սկսենք, էլի մա տրամադրությունները բարձրացնենք։ Die Zeichen der großen Achtung. Die Kai, meine Schale schneller. Zu die Kreide jetzt, danke schön. Bravo! 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 Հետաքրքիր մարդիկ մեր կյանքում թող շատ լինեն։ Շարունակենք եւ տեսնում եմ առաջին շարքում ծանոթ դեմքեր։ Տղեկ, հո բան չեն կարել եկել եք։ Ճիշտով բան է եղել ինչ որ եկել եք, հա։ Մալխաս եւ Գարիկ Որոգայթ ծափարությունները։ Հովոն տեղյակ է, հա։ Միրոն էլ։ Կուրսի է լրիվ։ Միրոն էլ է կուրսի։ Միրոն էլ է կուրսի։ Բա ինչ մոմենտ է, ինչով կարանք օգնենք։ Հələ շարունակենք ասենք։ Շարունակեմ հաստատ։ Ընկածին խփել չկա։ Նախորոք եմ ասում։ Որոգայթ շատ
ռեյտինգային ու սիրված սերիալ, տղեկը, որոնք հարցեր են լուծում, դաստիարակչական բնույթ է, չէ՞ գրում որոգայթը նաև։ Էլի շարունակի կզգամ։ Ինչ եմ զգալու, մի հատ ասեք տնամ ինչքան շարունակեմ։ Կարողա չհասցնեմ նույնիսկ զգամ։ 32 ատամը կարա դառնա 17, 14։ Գարիկ ջան, այսինքն ինչ կրճատելու ես ատամներս։ Պատկերացրու հա։ Հա բայց ես պատկերացնում ես, ես եթե որոգայթը կրճատեմ, կմնա որը։ Ընգածի խփել չկա։ Շուտ եմ ասել։ Լավ, բացի, լավ, իհարկե ճանաչել ենք ձեզ որոգայթից, բայց նաև գիտեմ, որ մեր հայկական սպորտի մեծ դեմքերից եք սենց ասեմ, իմանալով, տեղյակ լինելով ձեր արածով, դպրոցներ, ոնց են ասում, սերունդ կրթել, մարտական արվեստներ, թե Մալխասն ունի իր դպրոցը, թե Գարիկը։ Մի քիչ այդ մասին խոսենք։ Հիմա այստեղ կարամ հելնեմ, ոնց թեման փոխեցի։ Ինչ դպրոց է, մարտական որ արվեստն է։ Նրանք այնքան երկար խոչուչ անուններ ունեն։ Մալխաս ջան, ո՞րն է քոնը։ Ուրիշին այս ընցր կարատեն է։ Դա Գերմանիայում է։ Դա Գերմանիայում է։ Մեր մոտ ո՞րն է։ Իդոյրու կարատեի ֆեդերացիան ես ներկայացնում եմ, գլխավոր մարզիչն եմ։ Դե Իդոյրու նշանակում է էներգետիկ հոսքեր ուսումնասիրող դպրոց։ Էներգետիկ հոսքեր։ Առաջ կողմը պաստանցիա է, հիմա փոխվել է։ Դպրոցա դառել։ Կարող է հետո դառնա գազի վարչություն։ Այսօր էքսպերիմենտալ էջ ենք անում իրար հետ, համաձայն եք։ Անենք։ Հա։ Շնորհակալություն, լուր Գարիկին տնամ, Գարիկն ինչա։ Խոսացնում տնամ ինչա պետք ընդ հավաքեմ։ Քարփ ինջավանը։ Մութայ բոքսինգ վար։ Մի քիչ կաման ծախսել։ Ինչ։ Մութայ։ Մութայ։ Այո, թայլանդական բռնցքամար։ Այսինքն խոհանոցից է այդ ինչ որ մութայնական փլավ։ Հայում ենք, էլի սենց հայում ենք։ Մութայ։ Ինչն է։ Հոգու ազատություն։ Ես կարամ թե պարապեմ օրինակ։ Թե պետք է փոքր լինեմ անպայման։ Չէ, դու փոքր ես, կարաս։ Խփին։ Փոքր եմ, կարամ։ Լավ, հետո մեծանամ դուք իմ վրեն չեք կարա։ Ոչինչ։ Դեմը մի անգամից կառնենք։ Լավ, շնորհակալություն, ծափարությունները։ Բայց տեղ հանդիպելու ենք։ Հա, պատրաստ եք, էքսպերիմենտալ էջ ենք անում իրար հետ։ Всё, հարց չկա։ Շնորհակալություն Մալխաս Գարիկ, որոգայթ, ծափարությունները։ Ուր է։ Անհասանելիության մասին էր տեսահոլովակը։ Հաստատ գիտեմ, որ սրանով ում էլ զանգեք հասանելի է լինելու, ինտերնետի կողմից, մեր գործընկերոջ կողմից այս քարտը ուղարկենք Արտյոմ Հակոբյանին, հա Զարաջան, մարդը հյուր է եկել, օգտվիր այս որակյալ կապից ու հավատա, որ 1 րոպեն իրոք 60 վայրկյան է։ Տղեկ, այսօր էքսպերիմենտը տենանք ոնց հավարտում, այսօր կուղարկեմ ձեզ, 100% ստեղծի հանդիպենք և իհարկե մեկ քարտ մեր շատ հետաքրքիր հյուրին, պարոն Մանուկյանին, օգտվեք ամենավորակյալ կապից, ինտերնետ, միջազգային կապ, այս պահում եմ, եթե մի բան եղավ ինձ, ես չեք ստանալու, շնորհակալություն։ Դու երկու հատ էլ պայի, հովոնա, գոքոլնա։ Տեսար, որ վախեցաք մի անգամից շատով եք ուզում գաք արդեն։ Ես մենակ եմ, լավ, շնորհակալություն։ Ծափարությունները չեն դադարում, 32-ը շարունակվում է, կոմիքսներ, Վաչետիկո և Արմուշ։ Բարի երեկո ձեզ, Բեմ Արթաքում կոմիքսներն է, շնորհակալություն։ Կոմիքսը մենակ ես մնացել։ Եվ կրկին ուրախ ենք դիմավորել այստեղ, այս գեղեցիկ հրաշալի տաղավարում, բնականաբար Շանթի եթերում, սկսում ենք մեր կոմիքսների շարք։
Առաջին կոմիքսը բարի փերին եւ մոխրոտիկը։ Բարի փերի, որտեղ ես դու բարի փերի։ Բարի փերի։ Ահա ես եկա մոխրոտիկ։ Այժմ ես կշարժեմ իմ կախարդական փայտիկը եւ դու դիմակահանդես կգնաս կառքով ծլնգ։ Բարի փերի, բայց Մերսեդեսս խի կարգ սարքեցիր։ Ես մոռացել եմ որ դու հարուստ ես, բա ինչ ես ուզում ինձնից ազիզ։ Բարի փերի, հոգնել եմ միանման լինելուց, ուզում եմ ինչ-որ մի օրիգինալ բան, ինչ-որ մի շատ օրիգինալ բան եմ ուզում։ Ահա, խնդրեմ, ծլնգ։ Ուրա չէ, վայ։ Շնորհակալություն քեզ բարի փերի, ես գնացի։ Գնա մոխրոտիկ եւ հիշիր, ուղիղ ժամը 12-ին։ Հրաշքները կվերանան։ Չէ, նախագահի ուղերձնա, գնա ես աղջիկ։ Վեղա։ Հաջորդ կոմիքսը պատկերացրեք ուրեմն ստրուկները Քենիայում։ Աշխատի սևամորդ, աշխատի։ Աշխատի սևամորդ, աշխատի սևամորդ, աշխատի։ Աշխատի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվեց սևամորդ Բարակ Օբաման։ Արա աշխատում եմ, չես տենում արա, աշխատում եմ արա։ Հաջորդ կոմիքսը Էլթոն Ջոնը եւ իր ընկերը։ 50 տարի ապրում եւ ստեղծագործում եմ։ 50 տարի շոու բիզնեսում։ Ախր այ Էլթոն Ջոն ջան։ 50 տարի բերնով ես ասում։ Չէ։ Հաջորդ կոմիքսը պատկերացրեք ուրեմն Մեսրոպ Մաշտոցը գրերի գյուտը հորինելից հետո։ Եկեք ստեյմ աշակերտներ։ Ուրեմն ես հնարել եմ հայերեն այբուբենը եւ այժմ կսովորացնեմ ձեզ։ Եթե դուք սովորեք հայերեն այբուբենը, կճանաչեք զիմաստություն եւ զխրատ։ Եթե չսովորեք, կիմանաք զբանս հանճարոյ։ Այսօրվա համար նախատեսված կոմիքսները այսքանն էին, ձեզ հետ էին Արմուշը, Տիկոն եւ Վանջեն։ Շարունակում ենք եւ այս պահին մենք եկեք տեսնենք թե մեր լավ ընկերը այս անգամ ուրա խորացել։ Չարենցն է շարունակում 32 Ադամ ակումբի եթերը։ Չարենց։ Կրկին ողջույն։ Մեր կյանքում, մեր իրականության մեջ մենք հանդիպում ենք տարօրինակ երևույթների, որոնց բացատրությունը այդպես էլ չենք կարողանում գտնել, չենք հասկանում ինչի է, որ տենց է։ Ինչի է, որ շախմատ խաղալուց ասում են արի խաղանք, շաշկի խաղալուց ասում են արի խաղանք, իսկ նարդի խաղալուց ասում են արի ջարդը տամ։ Ինչի է, որ տարիքով մեծահասակ մարդիկ հենց ուզում են ORT կամ RTR նայեն, ասում են հələ գցի Մոսկվա տենանք ինչ են ասում։ Ինչի է, որ ձեր տուն մտնելուց ոտերդ հարևանի դռան դեմն ես սրբում։ Որն է դրա հնարամտությունը, պարզ չի, որ հարևանդ էլ իրանց տուն մտնելուց ոտերը ձեր դռան դեմն է սրբում։ Սա տղաները ավելի շատ կհասկանան, որոշ տաքսիներում պատահում են այսպիսի դեպքեր։ Ինչի է, որ նստում ես տաքսի, տաքսիստը կապ է տալիս դիսպեչերին, ասում է ուղղությունս էս ինչ տեղից էս ինչ տեղը, դիսպեչերը ասում է բարի երթ, վարորդը բարձր ասում է շնորհակալություն ու ցածր քֆուր է տալի։
Ինչի՞ է որ սենց կարճաթև մայկա ես ստանում ինչ-որ կազմակերպությունից, այդ կազմակերպության նշանով ու նկարով, սկզբից չես ուզում վերցնես, որտեղ կամաչես դրանով փողոց դուրս գաս, բայց հետո ասում ես լավ վերցնեմ, ձմեռը տակից կհագնեմ։ Ինչի՞ է որ մեկի տանը հյուր ես լինում, ասում ես կներեք որտեղ կարամ լվացվեմ, բաղնիկի տեղը ցույց են տալիս, մտնում ես տենում ես բաղնիկն ու զուգարանը իրար հետ, դուռը կիսաբաց ես թողում, որ տենան, որ դու իրոք լվացվում ես։ Ինչի՞ է, որ մեկը ասում է քերիս կամ հոպարս, ես իմ որտեղ վարչության պետա կամ ինչ-որ պաշտոնյա է, ասում ես հալալ, ասում է դե տենց չէ, բայերնի է գալիս, ավելի շուտ հերս ու ինքը փոքր ժամանակվանից իրար հետ են մեծացել, բայց մոտիկ ենք։ Կամ եղել է այսքան ժամանակ մեկին ասեք, մի բան ասեմ, բայց մեր մեջ մնա, դիմացին ասի, չէ, մի ասես, գնալու եմ սաղին ասեմ։ Ինչի՞ է, որ ասում են հայերի նման վատ ազգ այս աշխարհում չկա, 90%-ը թափելու բան են, ու այդ սաղ ասողները մտնում են այն 10%-ի մեջ։ Շնորհակալություն, Չարենց, ձեզ համար։ Չարենցներ ինչի է, որ այդ տենց է էջով, շնորհակալություն։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ 3200 կարճամարին արդեն գործում է նոր ակցիա։ Ուղարկում ենք այս անգամ հումորային ասացվածքներ, հումորային տարբերակներ, հին ասացվածքները ձևափոխում ենք, դարձնում ենք արդի մեր ժամանակներին համապատասխան եւ ուղարկում ենք ամենահումորային տարբերակը, որպեսզի դառնանք հաղթողը եւ տերը, ինչ են ասում, կուլոնի 32 ատամ ակումբի լոգոտիպով ոսկե շղթային եւ կուլոնի եւ անպայման ներկա գտնվեն այստեղ 32 ատամ ակումբում։ Շնորհակալություն։ Շարունակենք, շնորհակալություն ծափարությունների համար, հավատացեք դրանք ինձ ընդհանրապես չեն խանգարում։ Ահա, Տղեկ, ես իրոք շատ բարի եմ տրամադրված, որ չէ, առանց էքսպերիմենտ անենք իրար հետ։ Այս էլ մեր ռինգն է, էսի կոչվում է զունցայն, զունցայն լեզվարվեստ է կոչվում, դերը մարտարվեստ է, մերը լեզվարվեստ, փորձենք, գցեք բրնեկով է գալի։ Վեջի վերջը կռիվ է, կռվում էլ մենք ուժեր ենք։ Չէ, լեզվին ենք տալի։ Էսի ամերիկյան է, չէ, որ ջղայնանում են, երկուսով կանգնում են, միշտ շատ խոսում են ու ծվրվում են։ Արեք, մի քիչ շատ խոսանք ու գնանք։ Արեք դե ախպեր, դե խոսացեք ախպեր։ Զորով եմ հանում ախպեր։ Արի հա անգեր, արի ախպեր։ Հենց գարիկը չկարանա, ես կօգնեմ։ Ուրեմն Զառանի արի։ Կարջան, տակ ինչ փորձենք, լավ, մի րոպե, հեսա, դու կարաս հրաժեշտ տաս, ասում եմ, այս մեկ, մտածում եմ քո մասին, որ ընկնես փափուկ տեղ լինի։ Կարող է Միրոն կուրսի այս Միրոյի առազմանը։ Չէ, չկա, գալ, սենց խնդիր եմ տալի, հիմա պատկերացրա, բանում ես, հովը ինձ տունն ես, ինչ վատ տներ ունեն, չէ հովը, ենք ես ինչ աթորը, բայց պատկերացրա։ Հա, հովոն ուր է։ Չգիտեմ, հովոն ինչ-որ սես դուրս է եկել, պատկերացրա, հովը ինձ տունն ես, մեկ էլ ձմեր պապին է գալի, հա, պատկերացրա, հովը ինձ տուն ճշտով, ձմեր պապի էլ է գալի։ Ճշտով ձմեր պապա։ Այդ է հարցը, հիմա պետք է դու որոշես, այսինքն խոստանես ջոգես, իսկական ձմեր պապնա, թե ուղարկել են։ Պապա դու ես։ Չէ։ Կարող է Միրոնը։ Չէ, հեսա կտենաս, նստի։ Պատրաստ ես։ Գնացինք։ Արի դու։ Jingle bells, jingle all the ways. Ողջույն իմ բալիկ։
Ողջույն։ Ասում եմ դու ով ես, արա։ Առաջ է, իմ բալիկ, այլ սիրելի ձմեր պապ։ Լավ սիրելի ձմեր պապ, դու ով ես, արա։ Տենց հա, պաստորեն, տենց կոպիտ։ Իմ փոքրիկ բալիկ։ Դու ոնց ես տուն մտել։ Ես մտել եմ դռնից։ Ով ես տուն մտել եմ դռնից։ Մեր դռները փագա։ Ուրեմն մտել եմ ծխնելուզից։ Երեք չառաջուրը ծխնելուզը գոքորը բետոնեց։ Հա, հիշեցի, ծեր մարդ եմ ես, ծեր մարդ եմ, տրապով եկա, տրապ։ Ձմեր պապ, չգիտեմ տրապով ես եկել թե չէ, բայց որ քեզ սենց պես տրապով հետ կետաս։ Տարբերակ է, սիրելի բալիկ։ Հիմա ինձ մեկ բան ասա։ Ինչ։ Դու ինչով ես եկել, ով է քեզ բերել вообще։ Սովորաբար ձմեր պապը գալիս է եղնիկով, եղնիկն է բերել։ Եղնիկը թե երեմը։ Չգիտեմ, եղնիկն է թե երեմը, չգիտեմ։ Լավ, ես քեզ ունեմ նվեր պատրաստած։ Մոլը հանտնա մետ ինչ նվեր է։ Դե աֆեկտիվ, հիմա տենց իսկական նվեր չէ, օդի մեջ տենց։ Նվերը քեզ տալուց առաջ դու պետք է արտասանես։ Արտասանիր, որ այս գեղեցիկ նվերը տեսնում եք տամ քեզ։ Ուրեմն սիրելի ձմեր պապ դու ով ես Արա ջան։ Ես երևի տեղը չես բերում։ Բերում եմ։ Արդ ուզում ես ձմեր տատիկ դառնալ։ Դժվար։ Գնաց բժիշկները կասեն տնտեսականորեն արտասանեմ։ Այո։ Ինչ պետք է արտասանեմ։ Ինչ կկամենաս։ Խնդրեմ։ Ցանկացած ոտանավոր։ Նվերը պատրաստ։ Տիկ մոտալից ես ծամ կորեք ու գալիք։ Այս սարքիկ չի բրնում էլի, հա։ Լավ է։ Մարմնի չի բրնում էլի ձենը։ Բայց մի րոպե։ Շարունակում ենք, մալխաս, արի օգնության, չէ, աղբոս մեզ արի։ Արի, օգնեմ։ Ոտենց, ես կրակել են անցացել եմ, Ես նոր տարուց առաջ տվիք սպանեք իրար սարքան։ Չեմ էլ իշում ով է կենտանը։ Սարքիկ էլի, ոչ։ Չէ, նստեք էլ։ Նստեք։ Էս վերջնա։ Նստի։ Էս հայջու է։ Մեկ։ Կալ, արիք, հիմա հաջորդ վիճակը խաղանք, հա։ Ուրեմն, այդտեղ Էֆեկտը մնում է։ Դու նստի որպես հովո։ Ես հովոն եմ։ Հովո։ Չէ, Կարենը մի թամ հովո է։ Հովոն կուրսի, հա։ Ոչ չի կարալ հովո, ցավ տանեմ, չէ։ Հիմա զարգեք հովոին կուրսի, հա։ Հովոյի դեֆիցիտ է։ Բանը կար, հիմա մարդաս, հիմա խաղում ենք Ասևը, չէ։ Հա, լրջի մեջ։ Հիմա պատկերացրեք, բանը, խաղում ենք որոգայթ, բայց Ասա չէ։ Չէ։ Հովոյի դուք ես մոտիկ է կինոյը, մի րոպե, չէ, չի կարա։ Մաքսիմում սենց, էլի։ Իտո ես վերջի դեպքերից հետո հարցական է։ Մի րոպե, խնդիր եմ տալի, մի րոպե։ Davay։ Խաղում ենք որոգայթ, բայց մանկական։ Էֆեկտ։ Բանը, ռոդի մանկապարտեզում եք։ Հա, որոգայթ։ Կարի։
Գարիկ ջան։ Ապես։ Եվ հարց ունեմ էլի։ Մարդասիկ Պեչենի եմ ուզում չի տալ։ Մեկ էլ գիտես ինչ է իմացել։ Ինչ ռոբոտ է։ Ասում են, միչև հիմա ռետուզը հատում։ Ջան, այդքանի մարդասի կաղալիքները գողանանք։ Ինչ է? Կաղալիքները գողանանք մարդասի։ Արգի չի պեչեն ինձ ասել։ Չէ, սասի, կտեսնեք ինչ կարասի։ Խելոք մնացեք, միրոյի կացեմ։ Էրիկա։ Միրոն։ Էրիկա։ Միրոն։ Ես էջադարնալու։ Ես երես ներգծում էջադարնալու, լավնա։ Սենց շարնակի գերեքիքը մանգապարտեզից կիաստապեն, գարի։ Բատես, բանես։ Ո՞վ ջան, երեմը որ մանկապարտեզից է։ 159 է։ Բայց մենք այդ թվերը չենք անցել, Զավենը ռուսական մանկապարտեզ է գնում։ Զավենը, Զավենը, եվ վատ պայսարք ունի։ Օրը մեջ մանկապարտեզները փոխում է։ Չի հարմարվում, բաց տղայ է ինքը, բաց մարդատ ես մանկապարտեզները օրորի փոխում է։ Այ միատել էքսպերիմենտ անենք, Չէ, հելիքա, ժամանակ չկա։ Շնորհակալություն Որոգայթի հերոսներին, մենք շարժվում ենք առաջ Եվ սիրով ներկայացնենք հաջորդ իրավիճակը, այս անգամ թեմայով տեղափոխվենք դրիվ ուրիշ տեղ։ Կրկես, պատկերացնենք կրկես, ընդունելություն կրկեսում։ Բարև։ Ես եկել եմ, ուզում եմ ընդունել ձեր ոտ ցիրկ։ Ես ինչա։ Այդ դու մի արա, այդ իմ ստիլն է։ Քո ստիլն է։ Այդ իմ ստիլն է։ Ես ուզում եմ ընդունել ձեր մոտ ցիրկ, ինձ ասել են դրա համար մենակ պետք է պասպորտ։ Ով ասել։ Լավ, հələ դուր։ Պասպորտը։ Ալե հոբլա։ Ես դու ես։ Հա։ Լավ, վերցրու, սխալ են ասել, պասպորտ չէ։ Ինչ բան պետք է անես տղա ջան։ Էս քիչ է, էլի։ Իհարկե, ես կանեմ։ Ես կարողանում եմ որտեղից ասեք ձեր նշած տեղից շատ երկար թռնեմ։ Հա, շոու ես անում։ Հələ կանգնես գծի վրա։ Կանգնած տեղից ես թռնում։ Հələ թռի։ Դե մի վարքան մի խանգարեք ինձ կենտրոնում։
Հոբել։ Մեր հաշվապահը ռուսկին է, մի քիչ ավել է թռնում էլի։ Սենց ասեմ, քիչ է։ Բայց էսին ես չի, որ այն ամեն ինչներ ինչ ես կարայի ցույց տվեցի ձեզ նոր։ Յո։ Բա բացվեք, բա միանգամից զարմացրու։ Զարմացնեմ։ Ուրեմն ես կարող եմ ձեզ ցույց տալ անհետացող մոգական կարտի ֆոկուսը։ Հələ։ Ստեղ կանգնեք, խնդրում։ Կարտը տեսնում եք, չէ՞։ Հոպ։ Այս Դեվիդ Կոպերֆիլդի մոտ ինտերնետով գրի, կարող է առնի քեզնից այս ապարիկով։ Հիմա պատրաստ ես դու իրական ֆոկուսներին։ Արի, պատրաստ ես իրական ֆոկուսներին։ Ասո։ Ես քեզ հիմա ցույց եմ տալիս դեղին գրիչի ֆոկուսը։ Այ վերնագիրը արդեն հետաքրքիր է, շոու կա վերնագրի մեջ, հələ։ Այդ ջարդած գրիչի ֆոկուսն ոնց որ։ Դու թող ես կենտրոնում։ Սիվո, այստեղ։ Ինչի է կոչվում այս ֆոկուսը դեղին գրիչի ֆոկուսը։ Ոնց։ Դեղին գրիչ ուր է։ Այնա։ Բա անդեղը պետք է գներ։ Ընդունված եմ ես։ Մի քիչ արդեն պետք է այն ձեռների վրա մանտակ դնել ցերկում։ Մի քիչ էլ երևի։ Հա, բան չի մնացել, սենց ասեմ։ Այս վերցնում ենք, այս հաստատ 4 հատ վեր վերցնում ենք։ Ուրեմն մի հատ ֆոկուս եմ ես հիմա անում։ Թվերը գիտեք։ Ինչքանով թիվ եք պահում ձեր մտքի մեջ, ես այդ ասում եմ։ Թիվ բայ։ Այլ։ Գումարի 4։ Գումարեցի։ Գումարի 6։ Բաժանի 3։ Բազմապատկի 5-ով։ Ինչ եղավ։ 122։ Ահա ճիշտ է։ Ո՞ւմ բա։ Ես ձերն եմ։ Լսեք շոուները բեր։ Քիչ է։ Այս ես էլ կմտածեմ, ես ոնց արեցի։ Բայց ես էլի բաներ գիտեմ։ Ուղղակի ես անցնում եմ ձեր այս վանդակների մոտով, տեսա փղի վանդակը դատար կա, փիղ չունեք, հա։ Ափսոս արել։ Այ եթե փիղ եք ունենում, չէ։ Ես դեք ինչ եմ կարող անեմ փղի հետ։ Նստում եմ մեջքին, խփում եմ ուսին, ֆորմա բողոք չոր Աշտին, դե չունենք փիղ, ոչ մի բան ինձ, հա։ Ցավոք չունենք։ Բա չունենք, բա ես մեղավոր եմ։ Բանը, այրուցի վանդակը դատարկ էր այրուցի վանդակը, չէ։ Այ այրուցին դες ինչ եմ անում։ Համոզում եմ բացում է բերանը, հոպ կատնատամը քաշում հանում եմ։ Վերջի ոչ մի բան ինձ։ Այ չունենք, ցավոք առուց չունենք։ Ուրիշ իստրիբիցելից առանց բարաշուտի թռնում եմ։ Կներես խոսքը կներես։ Լաուրա, կոֆե դիր երկու հատ, մեկ էլ իստրիբիցելը խոտ տվեք, հեսա մեկը ուզում է թռնի։ Ասում եմ իստրիբիցելից։ Աթորից թռնում եմ առանց բարաշուտ։ Լավ, դու շատ ես արդեն ձեռ առնում ինձ, ես ասի տնեմ ինչքան չափդ կհասնի, հա։ Նա ինչ եմ առաջարկում։ Արի։ Նստի այստեղ։ Որտեղ։ Այստեղ։ Ուտես կլասիկ կրկեսը ոնց է լինում, նստի։ Շատ լավն է։
Madame tanta persa y una capella Madame tanta persa Travore, 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 Այսա է կրկեսը։ Արմուշ արամ է պետրի, գարին բաբաջանյան։ Շնորհակալություն ծափարությունների համար, դե ինչ պարոն Մանուկյանի անզուգական շրթ հարմոնի ներքո էլ այսօրվա հաղորդումը մոտեցնենք իր ավարտին։ Հայկական մեղեդի այս շրթարմոնը 100 տարվա շրթարմոն է, Գերմանիայից էր ինձ ուղարկել իմ քենիներս, կարելի է ողջունել նրանց։ Քենիների մեծիրով, հիմնականում քենիներին են այսօր զոհվում։ Իվետային Վրաստանի շնորհակալություն, որտեղ անտիկվար խանութից վերցրեցին, աշխարհի սա միակ ամենափոքր շրթարմոնն է։ Սիրելի հեռուստադիտողներ, այս մելամաղձոտ եւ սրտաճմլիկ այսի հոթովյունով էլ ավարտում ենք այսօրվա մեր ակումբը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Պարոն Մանուկյան, հատուկ քենիների համար